Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդմանը անցնելը, կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube անալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ։ Սկսենք մեր հաղորդումը, որը վերաբերվում է կրկին անգամ վերլուծական է, սա բարձր Հայաստանի մասին, միջազգային եւ ունեմ բացահայտում պատմական մասից, որի մասին վերջնական մասում ուզում եմ հարց տամ մեր հոգեվորականներին, ինչու Հայաստանում բերեցին քրիստոնեությունը եւ ինչուներ կա, որը շատ հետաքրքիր կլինի, հեսա պատմական ամբողջը կկրկնեմ այսօրվա։ Առաջին ուզում եմ խոսել, ես միշտ քննադատել եմ ու կքննադատեմ հայկական ֆուտբոլի առուցախով զբաղվող ցանկացած ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մասին, կապ չունի ով է ինքը։ Իմ համար, երբ որ ինքը ազգի այս էմոցիաները ծախում է, ինքը ազգի թշնամի է։ Կոնկրետ Մելիք Բեկյան երեք կրկին անգամ թերթերով ամեն ինչով գրեցին, որ Մելիք Բեկյան դու բառացի ասում ես, որ պարոն Փաշինյանը ինձ որ նշանակել է կամ 22-ին կամ 24-ին Հայաստանը դուրս կգա Եվրոպայի լիգա։ Երեք չառաջ որ քեզ հարց են տալիս, ասում ես նես բան չես ասել։ Մելիք Բեկյան խոսքից հետ կանգնողը ի՞նչ է։ Խոսք չտայր չասել։ Դու որ թալանչի ես, դու որ փորձում ես հայ ֆուտբոլիստների վրա փող աշխատես, դու որ ուրիշ ակումբներ ուղարկելուց այդ ակումբներից ատկատ ես ստանում, չհաշված Վիվարոների գործերը, չասեմ Վիգենիուս Սերժի Նիկոլի մնացածի այդ փայերով, թալաններով, ինադու Հայաստանի վրա ստավկա են դնում 6-1 կրվելով, տալով եւ այլն։ Դու ինչ ես։ Հա։ Ես չեմ ուզում ոչ մի ավել բառ ասեմ, որտեղ ամեն ասած ավել բառս, այո, տանում եք դնում եք Նիկոլի դեմը փող եք ստանում։ Դու խոսքից հետ կանգնող ես։ Տղամարդ էլ չասեմ, դու կնիկե չէ, դու չգիտեմ ինչ ես։ Դու չգիտեմ ինչ ես։ Մելիք Բեկյան, դու նույնպես դատվելու ես կոռուպցիոն մեծ սկանդալների մեջ, ոնց որ քո տերերը, ոնց որ քեզանից առաջ, քեզանից մնացածը, ովքեր հայկական ֆուտբոլին sense բանի մեջ են գցել։ Բարսա։ Հիմա Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ասում է մենք բոլորս դեբիլ ենք, թերուս ենք։ Մարդ ասում է մենք տգետ ենք, թերուս ենք, կնիկը ասում է կրթվելը մոդայիկ է հիմա արդի, այ փնթի ոչիլներ։ Մարդը թերուս, համալսարան չավարտած, բերին դիպլոմը տվին, դու ոչ լո, տունդ կեղտո, տեսել ենք պատերը, վիդեոները, որ գցած են, որ չեն սպասում ով եկան, տունը տեսամ, դու ոչիլի մեջ, ոչիլը թանում ճտսնում ես, դեմդ քաշում հոտ ես քաշում, տղեդ ոչ մեկը սովորած չի, տղուտ ընդհանրապես կրթություն չես տվել եկա հորթ հադառը, դու կրթությունից ես խոսում, հա։ Իսկ Նիկոլի թռնելու խոսքը, այս նշանակում է, այս միշտ եմ ասել, Նիկոլը թռնելու է, ինք իրա վերջին խոսքն ասում։ Թռնում ենք, մենք սխալ ենք, մենք ես ենք, մենք ենք։ Հիշում եք, չէ՞ Սերժի Եփ ասաց, «Յո սխալ, Նիկոլը ճիշտ»։ Թռնելու ժամանակ։ Նույնն է Նիկոլա հիմա, մենք սխալվել ենք, մա 7 տարվա մեջ մենք նույն դասան ենք մնացել, ոչինչ չենք կարել։ Ինչ է նշանակում, իշխանությունը ինքն իր բերանով ասում է, որ թռնում ենք, ախպեր, չեն կարել ոչ մի բան։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ ասել, սա դե մինիմում բաներն է, ժողովուրդ ջան։ Ասել եմ, չեմ ասելու կոպիտ բառեր, որտեղ սա իրանց էներգիա է տալ, իրանք սատանիստ են, այս բառերից են ստանում հաճույք ու ուրախանում են, որ իրենց մասին այդպես խոսվում է։ Կրկին կանադառնամ Տիգրան Ավինին։ Նախ Ավին հիմնած անիվ այդ չգիտեմ այդ ինչ Հայաստանի զարգացման ճշգրիտ ինչ 7 միլիոն դոլար փոխանցվել է այս ընկերությանը, որը Մոսկվայում է աշխատում իբր գործեր են անում, ու ասում են, որ անիվը փակվում է, որովհետև այդ փողերը չկա։ Անիվը փակվում է, ինչի համար այդ փողերը չկա։ Ուր չկա, ինչ չկա, խի չկա, այդ ոնց ալում պետական հանձնաժողովը կանգնում է, բանկը պետական գարանտա կանգնում 7 միլիոն դոլար տանեք, այս հերթական ո՞րն է։ Հայկական բեռնատար ավիաղուներ 12 միլիոն չկա, անիվ չկա, թորնիկ չկա, մուլտիկ չկա, եսիմ բիմբուլիկ չկա, դուդուլիկ չկա, ինչ ֆիրմա ասես անուններով բացել եք, փողերը չկա, 12 միլիոն դոլար ծառերին ծառը չկա, վերցրել եք ծառ տնկեք, ծառը կդրել եք, ծառը չկա։ Լավ, այ ջհուդի լամուկ թլպատված շուն։ Այս փողերը որ չկա, նաև սրա այդ հարակից լինում է հաջորդ հարցը, որ առնի Արֆի ներողություն, Արֆիա ինչը, Անֆիա ընկերությունը 2.5 միլիոն դոլարով, էդ էլ սրան համակիր չկա, որի փայը քո կնոջ, այն որ 6000 եվրանոց ժամա կապում ու Մարիամիկի հետ
կիսամերկ ցկցկում են բաներում, հա, տես պիտի ասեմ, որտեվ ձերը պարել չի։ Դուք այդ մակարդակ եք, ցկցկալ, ոնց որ քյարթերն են ասում։ Դուբայում կիսաստրիպտիզ պարելով Ավինյան քո կնոջ Մայրամիկ, էլի անունը Մայրամիկ, Պահլավունու ընկերուհի Կարինե Անդրեասյանին վրայով փոխանցված այս փողերներ։ Կեսը քո դասընկերուհու, Կարինե Անդրեասյան, քո կնգա ընկերուհու, արա ես ինչի եք ասել։ Փաստորեն դու այնքան կաս, այն արկամանու ոտի բութի վրա երկող, որ քո կնոջ ընկերուհին պետք է 2.5 միլիոն լվա, բնականաբար Քաղաք քեզ ա տվել մեծ մասը ու հաստատ քեզ ա տվել Նիկոլին։ Էս ինչ բաներ եք անում։ Երեք էլ Արաբաթը թուրքերի տակ մտնելուց բացի հանդիպել է իբր Անգոլայի արտաքին գործերի նախարարներ ով էր Պաշտոնյաներից ասում մենք ուզում ենք Անգոլայից Հայաստան բանը ադամանտ արտահանենք։ Այ տղա, այ կապիկ։ Դուք ռուսական ադամանդը գրզոյով, Նիկոլով բերում եք 6 միլիարդ 600 միլիոնի Դուբայ, լվում եք ձեզովա թույլ տալիս անեք կամ դու ոնց ես քիթդ խոտում Ամերիկա, Ֆրանսիա, անգլիական զոնա, ստի Պորտուգալիան փոխավ Անգոլայի չկարողանալով այդ Զայիր Կոնգոյի եւ բանը Անգոլայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության բրիլիանտների մեջ խախտա։ Դուք հերթական ճանապարհն եք գտնում offshore-ի ձեր արած գործը բոլորը հակահայկականը թալան վերջին մակարդակով Են էլ մեկ էլ աշկիս ընկավ են Արամ Մանուկյանը բանի Լևոնի դեբատ անում Ռուբեն Ռուբինյանի հետ հայկական հարցով դուք կործանի կարա Արամ հերիք կապիկություն անես հորը նստած գովում էիր իրա հերը Կարապետ Ռուբինյանի իմ ինգերնա տղեն խի անհաջող եղավ բա հորը չես ասում արայի լրպի տղա ես ինչ տղա դաստիարակեցիր Խիսես կողեցիր Թուրքի տակ ձենը բարակավ Թուրքիայում 5 տարի ինչով զբաղվավ Մատորը դեմից տեղափոխին հետև Զադնի պրիվը դեր աշխատում Բախի չես ասում եսի դերասանություն ընկել է կապիկություն այ բոլորը կապիկ են ցույցերն էլ կապիկ ման ես չեմ ուզում անդրադառնամ ոչ մի բանին ասել եմ հա անընդհատ տակը գրում եք ինչ կասես Լուիսի բանակի համար գովազդ եք ուզում կարճ ասեմ ոչինչ Ես իրար չեմ անդրադառնում, իրանք էլ ինձ չեն անդրադառնում։ Մի փորձեք որևէ բառ փոկել լավ կամ վատ, այն փուճուր երեխա չէ, մամայիդ է շացրում, թե պապայիդ։ Հա, այդպես պրովոկացիոն, եթե ասում եմ չէ, 50 անգամ նույն բառը մի գրեք, ինչ կասես Լուիսի բանակի մասին։ Ասել եմ ոչինչ, ոչ լավ, ոչ վատ։ Վերջ, չեն անդրադարձել, չեմ անդրադառնում։ Սուբարդինացիան պահել են, ես է պահում։ Հասկացաք, էլ այդ հարցը չգրեք, ով գրեց բլոկելու եմ, ես 4 տարիա գրում եք, երեկվանից 50 անգամ գրում եք, ինչ կասեք, ոչ ես չեմ ասի։ Մենք էլ անցնենք մյուս հարցին, որի մասին ուզում եմ խոսալ, ես միջանկյալ հետո կանցնեմ ես պատմությանը, որի մասին ուզում եմ խոսել, Արտակ Սարգսյանը ուրա ինչի եթեր չան խոված չի խոչեք կրվել, ժողովուրդ ջան, մենք չենք կրվել, Արտակ Սարգսյանը հետ, Արտակ Սարգսյանը լավ է, բայց այն որ փորձում եք ինչ-որ բան ստեղծեք, մենք հենց սկզբից էլ ասել ենք, էլի եմ կրկնում։ Սա այն կուսակցությունը չի, քանի որ մենք ի սկզբանե դեմ ենք եղել կուսակցության։ Ուղղակի Հայաստանի օրենքով եթե կուսակցություն չունենաս, չես կարող փոխել որևէ բան։ Օրենքը տես Սերժը Սարգես նվիրես Նիկոլին։ Առաջվա անհատական առաջադրանքը, բանը անհատական որ դու քեզ ներկայացնես, չկա։ Ես ասել եմ, սա այն կուսակցությունը չի, հենց ենք կրկնում, որ Կուսակցության ղեկավար ասեց մածունը սև է, պետք է ես ասեմ սև է։ Մեր մոտ կան շատ տարաձայնություններ, ոչ թե կռիվներ, տարաձայնություններ տարբեր մարդկանց ու հարցերի վերաբերյալ, բայց միտեղ 100%-անոց համաձայն ենք։ Հայաստանը փրկելու մեջ, ցանկացած Հայաստանը փրկելու մեջ մեր լավագույն ճանապարհով առանց արյան, առանց հայի արյան։ Այս սրա մեջ Հայաստանը մեծացնելու, բարգավաճացնելու մեջ առանց հայի արյուն թափելու։ Այս սրանում 100% համաձայն ենք 50 անգամ ասում ու մեր մոտ այն չկա որ մեկը ասի մյուսը լսի եմ մյուսը ասի մյուսը լսի չկա տես բան եթե ձեր կուսակցությունները մտենց հա որ պարտադիր պետք է ինչ-որ շեֆին սարքեք Աստված ոնց որ սարքում են Սերժին զգալով իրանց սխալությունը հելում խոսում մեր մոտ այդպես բան չկա ու ես դուք գիտեք Արտակ Սարգսյանը դեռ Հայաստան չէր եկել ես 5 տարի այս գործի մեջ եմ այնպես որ ես ոչ վախի ոչ կախվածություն եմ ոչ էլ Արտակ Սարգսյանը ինձանից Պարզա Էլ չկրկնեք այդ հարցերը, օրը 50 անգամ տարբեր տեղով գրում եք, պրովոկացիա եք ուզում, սենսացիա եք ուզում, սենսացիա չկա, կարճ կոնկրետ, անցնենք հաջորդ հարցի, այս թալանների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության դատարանը, արդարացրել է, ուրեմն բոլոր տեղեկությունները թերթերում ազատ կան ժողովրդ ջան, ես ներկայացնում եմ մարդկանց մասին,
ովքեր Հայաստանի թերթերից չեն օգտվում էլեկտրոնային կամ մարդկանց Ռուսաստանում են կամ Ամերիկայում են չգիտեն։ Հայաստանի Հանրապետությունում մի քանի դատ է եղել, երկու կարևորագույն դատ կոռուպցիայի։ Մեկը եղել է Կոշի գաղութի նախկին գաղութի պետ Լյովա Բաղդասարյանին, որ արդարացրել թե ընդհանրապես ոչ մի բան չունի, Զեյթունում զբաղվել է կոոպերատիվով, որով հետաքրքրել փող 13000-ից ավտոյառը 70 միլիոն դրամ եւ այլն հարգելիներս Զեյթունում մինչև այսօր բացի Լֆիկից ու ժամանակի Լիլիա կերամիքսից ոչ մեկ չի կարողացել 70 միլիոն դրամ եւ 80 միլիոն դրամ մի քանի տարում փող հետ գցի։ Ես որպես Զեյթուն երկրորդ մասը կյանքի Զեյթուն ապրած մարդ, առաջին մասը Monumент եմ ապրել։ Երկրորդ մասը Զեյթուն ապրած մարդ, ես Զեյթունում ունեցել եմ փոքր բիզնես մի երկու հատ, ու ես լավ գիտեմ Զեյթունի մասայի ունեցվածն ու հնարավորությունը։ Զեյթունում մի քանի տարի առաջ 80 միլիոն դրամ աշխատելը ժողովուրդ ձեռ եք առնում։ Ընդամենը մեկ փոքր կոոպերատիվից 80 միլիոն դրամ, էդ էլ մինիմում թիվ ենք ասում։ Ամոթ հա ժողովուրդ գաղութի պետերին, ասեմ ձեզ գաղութի պետը միշտ փայա գումարին։ Արդիկի գաղութում տարին ամիսը ֆռմա $800,000 գումար։ Ով գումար չի խաղում, ցանկացած գաղութից ճշտեք, վզին 50 թե 60,000 դրամա դրած։ Տալիս ես գումար չես խաղում, որ քեզ բերդում ասած իրանց լեզվով չփչացնեն։ Պարզը։ Դե պատկերացեք ամեն բերդում նստած խաղացող ու չխաղացողի տարբերությունը։ Գալիս են բերդի նայողները, դրսից նայողները, ապշակը, այդ $800,000 ինչքանը պետքա թողում են տեղի նայողին, ինչ ուղիղ կեսը տալիս են գաղութի պետին, հələ մեկը գաղութի պետին չմուծվի, գաղութի պետը 3 վայրկյանում ընդհանրապես ոչ թե կարգելի գումարը, այլ հաց բերելը դսից, խանութ գնալը, սուրճ խմելը, սիգարետ ծխելը ներսում։ Պարզա։ Հենց որ այդ ծիծաղելի թիվը 80 միլիոն դրամը այդ գաղութում ֆռում է 10 օրվա մեջ։ Ծիծաղելի բաներ մի ասեք արդարացնել գաղութի պետին, որը ընդամենը 80 միլիոնի, նույն Սերժի պատմություններ 15 միլիարդ Հայաստանը թալանել էր 400 միլիոն դրամի, 1 միլիոն դոլարի համար դատի տվի, արդարացրիք մի բանի հանիք փող տվիք։ Հիմա նույնն է սա։ Հաջորդ հարցին ուզում եմ անդրադառնալ, հաջորդ դատական լկտիությանը։ Սա վերաբերվում է մկի ժամանակ 15 հեկտար Ծաղկաձորի անտառ սեփականաշնորհած Մուկը սեփականաշնորհել է իր վարորդի անունով, բարեկամի Զարմիկի անունով, մի կոնկրետ չեմ հիշում, չասեք, էդի վարորդը չի Մորքուրի թորնը, ով ուզում ալնի, մկի մտերիմի անունով, վաճառել են այս 15 հեկտարը, Ռեդիսոն հյուրանոց են սարքում, Կոնստանտին Մանուկյանին, որը ըստ որոշ տվյալների Շաքրո Մալադոյի կամ Զաքարիա Քալաշովի եզդի գող Զաքարիա Քալաշովի քիփն է։ Ուրեմն դատական որոշումով այս է Հայաստանի կառավարությունը դատավորը, որ չի կարողանում ռուսական գողի ձեռից վախից վերցնի։ Արդարացվել է, անտառը հետ չի վերադարձվել։ Ու հիմա անտառը կտրվելու է տեղը սարքվի Ռեդիսոն, հսկայական, ժողովուրդ ջան, 15 հեկտարը պատկերացնեք ինչքան է, 150,000 քառակուսի մետր տարածք։ 150,000 քառակուսի մետրին բնական է բոլորը չեն կտրել, ասում է նկարները կար արդեն սարքելու են, ես իմ այնտեղ ջրավազանով եւ այլն, ինչը կկտրեն, ինչը չեն կտրի, բայց պատկերացեք, անտառը Հայաստանը անտառ չունեցող երկիր է, անտառը վաճառվում է, որի 20%-ը ծառա, 80%-ը թուփ։ Հա? Ծաղկաձորի անտառի տալիս են, որ տեղը քարը թափվի, հյուրանոց սարքվի, որ փողը աշխատվի, բնականաբար փայը պետք է Հայաստանից էլ լինի։ Ինչի Շաքրո Մալադոյին փող չի հասնել, ով ասե։ Ուրեմն այս իշխանությունը այնքան թույլ է, որ ինքը չի կարողանում ռուսական օրենքով գողի, Ռուսաստան ապրող օրենքով գող, որը դատված Եվրոպայում եւ այլն, օրենքով գողից Եվրոպայ է մտնում, Իսպանիա դատված օրենքով գողի, բարեկամին թույլ չտա եւ տեղական մկի, որի զարմանալիորեն այսքան օրը սկսել են գովել, մկի փեսուն, ռեկլամներ անել, ինվալիդներին կտան, իսկ մկի փեսենով է, Դոդի Գագոյի տղեն փոքրը։ Այն մեծին փախցրին Բելարուս նվերին այս բուջուրը։
օգնելու է զինվորներին եւ այլն, քիչ գովազդ են անում, նոր ղեկավար են ստեղծում, չի ստացվելու, հիշեցեք։ Առանց որևէ ինչ որ այդ տղային ճանաչելու, կարող է հոյակապ տղա է, չեմ է ճանաչում, նոր եմ ճիշտ ասած, նոր եմ գովազդները տեսել ու անընդհատ գալիս է, ինչքան փակում եմ, տարբեր էջերից է գալիս։ Կարող ինքը շատ լավ տղա է, ես բան չունեմ ասելու։ Ինքը մարդ չի սպանել, բան չէ, բայց մենակ այն որ ինքը 2 մինուս ունի, 2, մեկի փեսենա ու դոդի տղենա, վերջ։ Ոչ մեկ թող չասի, որ գիտես ինչ կա, տղեն կարա տենց չլինի օլիգարխ։ Ես այս պատմությունից էլ կապացուցեմ ու բոլոր լեզուն կփակվի։ Ես ասել եմ վերջին մասում պահանջում եմ հոգևորականները, ովքեր ինձ ճանաչում են, ինձ պատասխան տան, խիա այդպես եղել Հայաստանի հետ, ով էր Գրիգոր Լուսավորիչը ու ինչի հենց ինքը դառավ ղեկավար։ Համբերեք։ Ես ոչ թե դեմ եմ դուրս գալիս քրիստոնեությանը, ժողովուրդ ջան, այլ քրիստոնեության չարաշահումը Հայաստանին։ Ինչի չարաշահեցին ու ինչի փորձեցին հայ ազգի վրա։ Հերթով, փաստորեն դուրս է գալիս ժողովուրդ ջան, մուկը, որ ասում են չկա, տունը մի քանի տասնյակ միլիոնանոց էր, մենակ երեք եմ ասել, մեկի տան շտեպսելները, վարդակներն ու խրոցները, շտեպսելն ու բանը, մնացածը, բոլորը պատվիրվել էր Գերմանիայում, Գերմանիայից հրաման էր եկել, թե այսքանի $1000 հատը ոսկուց վարդակներ պատվիրել է Դուբայի շեյխը, էսով է պատվիրողը մեկի։ Մուկը, ու այդ տունը ձևակերպեցին դերասանական, իբր 5 միլիոնով ծախվեց, հարկ տվեց, այդ էլ կորավ գնաց։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որը նստած է իբր թե դրանց դեմ, այսինքն ինքն էլ է հին պրեզնատ է գալիս, որ ոչինչ չի փոխեց թափթփուկը, երեք ասել է բյուջե վերադարձրել ենք փող, Զեյթունում թե որտեղ ժողովուրդ ազնվությամբ եմ ասում, մենակ հենց այս լուրի համար արժի Նիկոլ Փաշինյանին ցմամբ հանդարտել, մնացած այդ հանցագործությունները թողել, ասում է բյուջե վերադարձել ենք փող, ուշադիր լսեք, Զեյթունում կարծեմ, թե Ավանում, ետ ենք վերադարձրել պետությանը ապօրինի 1 ավտոտնակի տարածք, որի շուկայական գինը 5 միլիոն դրամ է։ 1000 հեկտարներով անտառ, 12500 քառակուսի կիլոմետր Արցախ, 250 քառակուսի կիլոմետր Հայաստանից, լճեր, ջրային ռեսուրսներ, նվիրած Թուրքին, անտառների կտրած հազարավոր հեկտարներ, բուսաբանական այգի վերացրած իր չմոներով նարկաման բութ լպստողներով Ավինյաններով, ես իմ դրա էլ երևի Ավինյանի բութն է լպստում այդ Բեգոյանը, որը պետք է դատվի այս եղեռնի համար, հետ են վերադարձրել Հայաստանին 1 հատ ավտոտնակի տեղ, կոռուպցիայի դեմ պայքար, բարի ու գագում մի տրակի բուկետ բերանդ մի բաց, չնայած ես ասել եմ, որ հազիվ զսպելու եմ շատ բան չասել։ Ավտոտնակ ենք վերադարձրել, 12500 քառակուսի կիլոմետր կորցրել ենք Արցախում, 250 Հայաստանում, Հայաստանի ամբողջ տնտեսության հերը անիծվել է, ժողովրդագրության հերը անիծվել է, ԼԳՏՊ-ն դարել էր ազգային ժողովի բարձրագույն արդյունք, դարել է։ Իրենց ընկերներից Լևոնի Շան են Ժոկոյի 2 աղջիկը պսակված նուարդն ու ծովինարը, ես իմ ինչնարը պսակված են իբր մարդիկ չեն ասում, արա այդ կնիք էլի վերնգի տեղը դու լեսբի ես, ինչ ես էլ իրանց իրավունքն ես պաշտպանում։ Սրանք ու այս բոլորը Ավինյանի կնիկը կիսատագլոր պարում են Մայրամիկի հետ, փայ գործերով ես իմ կրիպտավալյուտայի ամեն ինչի հետ փայ, Հայաստանից թալանի փայ, նարկոտիկ մուծելու փայ, ներմուծելու փայ, Մարիամիկը Նիկոլի, Քոչանի Սեթոնա դարել ու Լյովիկը, իշխանության մեջ փայ, Սերժի Միշիկնա դարել, էս են թողե, ու այսքանից հետո մարդ կա, որ պետք է ասի իրանք լավն են, ու այսքանից հետո մարդ կա, որ իրանց պետք է լսեն, հա? Վերջին լուրն էլ ասեմ, Դվինում կրակոցները լսվե, ապակիները Դվին հոլում կոտրված է, վրան տեղեր կա եւ այլն։ Հարգելիներս, Դվինի արտակ դու չէիր ուզում նախագահ գայր։ Այդ ոնց եղավ, որ այդքան թափ ունեցող այդ Դվինը, ասեմ ձեզ, ով չի հիշում, Դվինը Արնախում օբյեկտ է։ Դվինի վրա մի քանի տեր են սպանվե, պայթե, ընտանիքները ոչնչացվե, տղուն ստիպողաբար դեղի նստացրե, դեղից հետո սպանվե եւ այլն։ Դվինը միշտ եղել է Արնախում օբյեկտ, 90-ից հետո Դվինի վրա մի քանի անգամ արյուն է հեղվել։
Արտակը եկավ իբր ճշգրտելու, սարքեց թանգանոց մարմնավաճառանոց, այն կարգի մարմնավաճառ, որ կողքով անցնողը 9-րդ հարգի բասեյնում մեր կախված են դոշերը, բայց ձեռով են անում, տղեկը ելնեն վերև։ Անցեք կողքով, տեսեք, խո իմ ասածը չի, Հայաստան ապրող մարդիկ եք, մեկը որ հերքի տես բան չկա, կթքեք երեսին։ Գնացեք կողքով անցեք, տեսեք ինչա կատարվում վերևը։ Համարներն է տալիս է էլիտ իրենց համար, էլիտ սկսած Ղազախ մարմնավաճառներից, որ գովազդում են դա։ Հայերից շատ գլուխ անենք, հայ մարմնավաճառների գործին էլ են խփում այ մարդ, Ղազախ են բերել։ Բա, ես էլ բոնուսը։ Կրակոցներ, Արտակ դու որ էդի վերցրեցիր այդքան մահվաբեր օբյեկտը, մարդիկ մահացած օբյեկտում, այն մուսալը ռեստորանում 90-ականների մարդ էին սպանել, երկար ժամանակ փակ էր, մարդիկ վախենում էին գնային, ահագին ժամանակ անցավ 20 տարի, եթե չեմ սխալվում, 25 տարի նոր բացվեց այդ։ Արա բա դու այդ օբյեկտի համար 100 սուտ եմ ասում, մի քանի ղեկավարի երեխեքի արյունը հեղվե։ Արյունը հեղվե։ Դու ոնց վերցրիր էդի ու հիմա էլի արյունը հեղվելու։ Անցնենք այս կապիկությունները, անցնենք միջազգային լուրերին, ժողովուրդ ջան, ես ինչ ներկայացնում եմ, հայկական թերթերից եմ ներկայացնում, ճշտված տվյալը հղումը թերթերն են։ Այնպես որ ես եմ որ ասում եք սուտա, ես սուտա չեմ ասում։ Պարզ է, սուտա չկա։ Ես չեմ սիրում ուրիշին ինչ-որ բան ասել, որի տակից չեմ կարող ելնել։ Այսքան ժամանակ նույնիսկ իմ վերլուծությունը, ես ասում եմ գուշակություն չի, բոլոր ասածները սեղել են։ Անցնենք հիմա Ամերիկայի ու Պարսկաստանի Սիրավեպին միջազգային լուրերից։ Ուրեմն ամերիկացիները շատ գոհ էին Պարսկաստանի այդ բանակցությունից, բա գոհ պետք է լինեն, բայց ինչ պետք է անեն։ Բա առանց կռվի կարողացան կիսել արևելքը։ Թուրքերը մնացին դուրս։ Ջհուդներն էլ պարսիկների հետ պաճ-պաճ արել էին այս մասին խոսել եմ դեռ։ Չմոռանանք, որ Պարսկաստանի բոլոր էլիտան ինչքան է ձև են տվել թե հեղափոխության մարտիկներ, բոլորը արդեն Լոնդոնում տարբեր ձևով, տարբեր կողմերից պրոպագանդայի եւ վերբովկայի անցած մարդիկ են։ Այնպես որ այն սուտը վայ Ամերիկային խփում են, վայ, ես իմ Ալի Ակբար Ամերիկա, Շեյթան Ամերիկա բաներ իմիջալոց դրանք բոլորը հեքիաթ են։ Տեսեք աշխարհը 79 թվին իշխանության են եկել։ Քանի տարի անում 80-ից հիմա 35-36 տարի աշխարհի ինչ 36, հա 79-ից 46 տարի, ներողություն ժողովուրդ ջան, 46 տարի կես դար աշխարհին խփում են թե ճշտամի։ Եղբայրություն, հանուն եղբայրություն։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, հերթական եվրոպական հաղթանակն է։ Հաղթանակն է, այս անգամ հասկանում եք, չէ՞ ինչա կատում, նայ, թուրքն ու ռուսը որ միացան իրար հետ, ստեղծեցին այդ պան-թուրքիստական, վայ վախեցնել, որ հարց լուծեն, վերցնեն Անգլիայի ձեռից մյուսին տեղի ժողովրդին, վայ թուրքերն եկան, վախ ստեղծել է, հետագայում փորձեցին արդեն որ ռուսները խաղից դուրս եկան, թուրքերի տակ մտել էին, այն որ դեբիլ կորում են Ժիրինովսկին գուշակա, Ժիրինովսկին գուշակ չի, ժողովուրդ, Ժիրինովսկին մարգարե չի, Ժիրինովսկին ջհուդ է, ինքը Կրեմլի ծրագրերը բարձրացնում էր, հետո անում էին, դուք խո հիմար չեք, Ժիրինովսկին այն իբր հայ Բաղդասարով Սիմեոնի հետ, նույն ջհուդի, ասել եմ ուйղուրների ղեկավարին խփին ռուսական սպեցնազին խլեցին ձեռներից, բերեցին տվեցին Սիրիայում թուրքերին, թուրքերն հանձնեցին ճինացիկին, որ հետները առևտուր անեն մնացած թուրքական ազգերի հաշվին։ Ու շնորհակալ եմ, որ այս ինֆորմացիան հայերենից թարգմանվել հասել է Միջին Ասիայի շատ պատմաբանների, որոնք իմ հետ համաձայն են, դրա համար էլ թքին թուրքերի երես։ Հա, հիմա հաջորդ հարցը։ Տեսեք, ուրեմն Մոնղոլիային եվրոպացիները խլին։ Ինչի։ Քանի որ մոնղոլներին թուրքերը համարում էին իբր մոնղոլա-թաթարական ազգ, թուրքական երկրների հաջորդ շարունակություն, թե թուրք բառը իրենք որտեղից են վերցրել, ասել են, թուրք բառի իմաստը նույնիսկ Թուրքիի հետ կապ չունի, մինչև 1908 թվականին թուրք բառը համարվում էր հայոյանք, անտաշ փնթի մարդ։ Մոնղոլները հասկանալով իրավիճակը, որ ռուսը թուլացել է, չինացիները իրենց տնտեսապես ուտում են, ճապոնիան մտել է մեջ, խաղարկային կանոնը եւ պայմանագրային հանձնվեցին ում այն ով որ իրանցից ամենահեռուն է ու էքսպանսիա չի լինի։ Չինացիները թքած ունեին Եվրոպան կգա թե չէ կարևորը ռուսը չգա,
ու Ճապոնիան չմտնի, քանի որ կողքն են, իսկ Եվրոպայի գալը չինացիներին ձեռա տալիս։ Ինչի՞։ Թողեցին Մոնղոլիան խլվի թուրք-ռուսական ձեռքից։ Պարզ։ Նախ Մոնղոլիայով առևտուրը ազատ պայմաններ որ տան Չինաստանի համար ավելի լավ է, ինքը հսկայական Մոնղոլիայի շուկան Իրանն անում, ապրանք ուղարկում է եւ Եվրոպայի հետ առևտրի ճանապարհ ունի։ Այստեղ տուժվում են Ճապոնիային ավելի է դուր գալիս, քանի որ այսօր հայտարարություն գնաց, որ Ճապոնիան էլ է ուզում մտնի ՆԱՏՕ, իմիջիայլոց Ճապոնիան չի մտել, միշտ եղել է Ատլանտյան օվկիանոսի պակտերի մեջ, Անսեյուզի եւ մնացած տարբեր ուղություններով, հա, Սենտոսի հատո կար ինչ որ դրանց մեջ հետո հելելա նորից ամերիկյան պայմանագրով, բայց այսօրվա դրությամբ Ճապոնիան էլ է ուզում մտնի ՆԱՏՕ, գիտեք ինչի։ Ասելով որ Ռուսաստանը անկառավարելի երկիր է, ինքը միլիոններով մարդ կսպանի, հաջողությանը չհասնի, դա։ Մենք չենք ուզում, որ մեր քաղաքացիները մահանան, մենակ մենք պայքարենք, մենք ՆԱՏՕ-ին կմտնենք։ Ինչ եղավ, Պուտինի հիմա ռուս ազգի բարեկամն է, թե թշնամի։ Թշնամի, ինչի, որտեղ իր թեթև ձեռքով ամբողջ Եվրոպան 3 անգամ ավելի զինվեց, 3 անգամ ավելի զորքը շատացրեց, Ուկրաինայում միլիոնից ավելի ռուս սպանեց, տնտեսության հերանիցեց, մնացած երկրներին 3 երկիր է մտցրեց ՆԱՏՕ, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Ճապոնիան։ Էլ չասեմ մյուս մտնողները, որ հեսա Մոլդովան կմտնի, Ուկրաինան է կարան կեսով մտցնեն։ Պարզա, այսինքն այս նույն Մոնղոլիայի պատմությունը հոյակապ առաջարկ էր մոնղոլներին։ Ինչի, որտեղ մոնղոլները նախ ռուսները միշտ դիտել էին իբր իրանք հաղթել են եւ այլն, այս միֆի տակ Մոնղոլիայի տառերը ռուսական է, կիրիլիցայի վրա են մոնղոլները գրում ռուսատառ, միշտ եղել է Ռուսաստանի գաղութը։ Նույնիսկ ժամանակին, որ Լենինը անկախություն տվեց, Մոնղոլիան մտնում է ռուսական կայսրության մեջ, ինչպես նաեւ Մանջուրիան։ Հիմա Չինաստանի համար ձեռա տալիս։ Դրա համար չինացիները սուս ցեն չանեցին Եվրոպայի մուտքին։ Իսկ Եվրոպայի համար ինչա ձեռ տալիս։ Ռուսաստանի հետ սահմանը, հիշում եք, չէ՞ ինչ էի ասում։ Ամենաերկար սահման ունի Ղազախստանը, 7250 քառակուսի կիլոմետր աշխարհի երկարագույն սահմանն է։ Այդպես սահման չկա։ Գումարվեց եւս մի 2.5-3000, եթե ոչ 5000 կիլոմետր, հələ չեմ նայ, կնայեմ կասեմ, սահման Մոնղոլիայի հետ։ Տեսեք, Եվրոպային մինչև այդ ասում էր Ռումինիա բան հրթիռ չդնեք կգմփսնեն բոլորը վախեցած են Ռումինիա բան, նույնիսկ այս երկրներում հրթիռ չէին դնում։ Հիմա Եվրոպայի սահմանը որտեղից սկսեց 1250 կիլոմետր Ֆինլանդիայում երկարավ, ծովային սահմանը երկարեց նաև Շվեդիայի հետ, հսկայական սահման, եկան ամբողջ Եվրոպան մոտեցան Ռուսաստանին, իջան Հայաստանում եվրոպացիք են, վրացիները ինչքան էլ ծախվան, այդ հարցն էլ է փոխվելու, եկան Ադրբեջանը չի ենթարկվում ռուս-թուրքական շպիոնը նրան կոտորելու են, եկան մտան Միջին Ասիան թեմա 7250, ճաշված որ եթե Միջին Ասիա մտան ուրեմն Կասպից ծովի համար պայքարը ոնց որ լինելու է Հայաստանով ճանապարհը օդով չի անցնելու այդ նավթն ու գազը եւ մնացած ուրանը ոսկին, հա Հայաստանով անցնելու այդ ճանապարհը, գումարած Մոնղոլիան։ Այսինքն դուրս եկավ, որ Ռուսաստանը ամբողջ կողմից փակվեց Եվրոպայի կողմից։ Կամ արևմուտքի, այսպես ասեմ։ Այն մի կողմը Ճապոնիան ու Ամերիկան, վերևի մասն էլ Կանադան, Ամերիկան, Կանադան, Դանիան եւ էլի Նորվեգիան, Շվեդիան։ Եղավ որ Ռուսաստանի 17 միլիոն 75200 քառակուսի կիլոմետրը այսօրվա փաստացի դե յուրե եւ դե ֆակտո ճանաչված տարածքն է, ոչ թե նվաճված։ Դարավ 4 կողմից փակված արևմտյան ուժերով։ Պարզ է։ Էս հիմա բլոկադայի արդյունքա թե չէ։ Ոնց եք կարծում դա հսկայական աշխարհի 1 որերորդ մասնակալի 1/9-ը 1/8 մաս 145 միլիոն է ցամաքը աշխարհի, հա։ Հաշվենք 1/9 կամ 1/8 մոտավորապես մասը։ Փակին վերջ։ Էլ ինչ է ուզում, ասма քորն ինչ է ուզում զույգը աչք։ Էս է Ռուսաստան Թուրքիայի պարտությունը։ Թուրքերը մոնղոլների մենք հին ազգ ենք, իրար հետ քոչվոր ենք, էս ենք Ալթայում կպել ենք, մոնղոլ թաթար են եղել, թե այդ մոնղոլի այդ թաթարը ով մտցրեց հենց ռուսներն էին մտցրել մոնղոլն ու թաթարը, որ թուրքերին կյանք տային։ Տվին։ Բա, այսինքն Թուրքիայում էլ սուտ ընդդիմությունը, որ այսքան բան արեց, ասում է թե նոր ուժ ենք հավաքել, նոր բանով անդրադառնալու ենք Թուրքիայի նոր իշխանությանը, դե Էրդողան չկա, բան չկա։ Էս էլ էսպես, ժողովուրդ ջան։ Էս հարցն էլ էսպես։ Հիմա անցնենք պատմական մասը։ Ես ասել եմ, չէ, Թուրքիան վերաձևվելու է, Ադրբեջանը լավագույն դեպքում 10-11 հազար քառակուսի մնա։
Անցնենք հաջորդ հարցին, սա պատմական մասն է, որը բավական հետաքրքիր է լինելու, կներկայացնեմ ձեզ եւ շատ կխնդրեմ, որ ինձ հոգեվորականները զանգեն։ Եթե չզանգեք, հարգելիներս ձեզ բոլորիդ հարգում եմ։ Սա գեղեցիկ չի լինի, ուրեմն դուք պատասխանը չունեք, որտեղ մի շարք պատասխաններ պետք է։ Ուզում եմ ներկայացնել Մանավազյանների իշխանական տոհմի մասին։ Նախ Հայքի Մանավազյանները իրենց Մանավազյանների անունով ստեղծեցին Մանասկերտ քաղաքը, որը հետագայում վերանվանվեց Մանասկերտ, սկզբում ասում էին Մանավազակերտ, հետագայում վերափոխվեց Մանասկերտ։ Իսկ Մանասկերտի մասին մենք ունենք ցավալի մի ճշմարտություն, որ Մանասկերտի ճակատամարտում 1071 թվականներին հայ բյուզանդական միացյալ զորքերը բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի հիմարության պատճառով կատարյալ հիմարության պատճառով, որը ուղիղ 30,000 բանակով դուրս եկավ թուրքական սելջուկների Ալփ-Ասլամի 100,000 բանակի դեմ, այդ 30,000 15,000-ն է էթնիկ թուրքերը վերցրել Վարսկան, Պեչենեկ։ Եվ եւս 5,000 հոգի հույն իր հույներն է, լատիններն է դավաճանեցին իրեն ու պարտվեց գերինկավ։ Ու դրանից հետո թուրքերը պայմանագիր կնքեցին իրան հետ, վերադարձեցին, ընդմիշտ հաստատվեցին Փոքր Ասիայում։ Բայց Մանավազյաններին վերացրել են մեր Խոսրով Կոտակ թագավորը։ Կոտակ, գիտեք ինչի են ասել Կոտակ, Խոսրով Արշակունին, որովհետև ինքը փոքր էր, ուրեմն մոտավորապես 1.50-1.48 նույնիսկ այսպիսի տվյալներ կան։ Հասակն է եղել եւ այդ մասին ես հաղորդում եմ արել, ամուսնացել է իշխանական տներից հրավիրել է գեղեցկուի աղջիկներին, ամուսնացել է ամենաբարձրահասակի հետ, որը 215 բոյ է ունեցել։ Ինչ շատ հետաքրքիր է նայել, էլի։ Խոսրով Կոտակին, Խոսրով Կոտակը սպանեց վերացրեց, քանի որ Մանավազյանները իրենք անընդհատ կռիվ էին անում իրենց հարևան բզդունիների ու որդունիների հետ։ Վերացրեցին ցեղը եւ ասեցին հարկ գավառը բաժանեցին եւ տվեցին ուշադրություն Աղբյանյանների եպիսկոպոսական տան։ Հիմա հարց եմ տալիս։ Եպիսկոպոսական տանը տրվեց էսի, բայց Խոսրով Կոտակը մահացել է 260 թվականին։ 260 թվականին է մահացել, սպանվել է Անակ Պարթևի կողմից։ Ուրեմն ոնց է այս պատմությունը։ Անակ Խոսրով Կոտակը հավաքելով Հայաստանի վրաց եւ Աղվանից զորքերը, փակելով ճորապահակը, հոների հետ միասին բացաթողել, հյուսիսից բացաթողել, որ հոնական զորքը գան, միասին արշավել են, պարսկական կայսրությունը վերածել են ավելի, հասել են Տիսպոն։ Պարսից թագավորը, դուք պատկերացնում եք, չէ հայերը ինչ են արել։ Պարսկական կայսրությունը, Սասանյան կայսրությունը, հսկայական Սասանի թող Արտաշիրը, որ սարքեց, այս կայսրությունը վերացրել են։ Սրանց որդիներից մեկը անհատ Պարթևը երթում ատում, որ հայերից վրեժ է լուծելու։ Հայաստանում նշանակված է լինում պարբերաբար փոխարքա, իբր Հայաստանը ֆիկտիվ Պարսկաստանի ձեռքի տակ է։ Խոսրով Կոտակը կոտորում է սրան։ Ուշադիր լսեք փաստերը։ Անակ Պարթևը գալիս է եւ սպանում է որպես խաղաղարցուն կռվի թե դավաճանություն, որ պատմություն այդքան մանրամասն ես գիտեք ինչ մանրամասն կարամ գրեմ սպանելա կռվի մեջ, բայց ինձ թվում է այստեղ եղել է դավաճանություն կրկին անգամ պալատական, որտեղ Խոսրով Կոտակային թագավորը չէր, որ իրան հասնեին սպանեին։ Բայց մի հատ հետաքրքիր բան, Անակ Պարթևի որդուն, Սուրեն Պարթևին գերի են տարածելում բյուզանդական կայսրություն, արևելյան հռոմեական կայսրություն։ Եվ որոշ ժամանակ անց, նրանից երկար ժամանակ անց, մի 20 տարի, 18 տարի թե ինչքան, 15 տարի նստում, 85 թվականին, մոտավորապես 285-ին, Հայաստանը վերադառնում Սուրեն Պարթևը վերանվանվելով Գրիգոր Լուսավորիչ։ Հարց եմ տալիս հոգևորականներին։ Ոնց եք դուք տեսնում Անակ Պարթևի որդին, որը սպանել է հայոց թագավորին, դառնում է հայոց քրիստոնեության նոր կրոնի առաջնորդ, վերացնելով հայոց հին պատմությունը, հին բոլոր հին հայկական, տիպիկ հայկական ամրոցներն ու տաճարներն ու մնացածը, Հայաստանը վերածելով վերջնական կործանման ու կռվախնդրի իօգուտ լատինների եւ պարսիկների մեջ, ու նրա շարունակություն Պարթևները հասնում են մինչև Սահակ Պարթև, այսինքն 150 տարի։ Դուրս է գալիս, ոնց որ Ռուսաստանը Ռոմանովա կամ Նովա Ռոմա
հունական ուղությունը կնքելով պայմանագիրը գնացին ֆլորենտինյան պայմանագիրը կնքելով գնացին Ռուսաստան եւ հույներն էին մինչեւ Նիկոփորա Նիկոսեր ինչեր դրանք մինչեւ երկար տարիներ մոտ 200-300 տարի եթե 400 տարի մնացին ռուսական եկեղեցու ղեկավար հասկանում եք չէ՞ ինչ բան է նույնը փորձարկվեց Հայաստանում հայկական եկեղեցու ղեկավարը Ժորժ այս Գրիգոր Լուսավորչի դեմ չեմ ճիշտ լսեք ինձ հայկական եկեղեցու ղեկավարը հայոց թագավորին սպանողի տղան է ցույց տվեք որևէ միտեղ որ իր հայրը սպանում է մեկին դրա տղան գնում է այդ ազգին ղեկավար սա ի՞նչ է կոչվում ջհուդական թե կագեբեի ժամանակ չկար վերբովկա պապերի կողմից եւ այդ ինչի փորձարկումը գնաց Հայաստան հայերին դրին 301 թվի ճարտի տակ հետո հզոր լատին կայսրությունը 317-ին ընդունեց դուք սկզբից ընդունեիք լատին կայսրություն քրիստոնեությունը նոր գցեիք Հայաստանի վրա չէ փորձիկ 17 տարին հիմա ենք խոսում Ժորժ ջան 17 տարին հսկա ժամանակ է հələ գնացեք 17 տարի առաջ տեսեք ինչ դիվալնում Հələ Քոչյանը պոստի էր 17 տարի առաջ։ Սենց վերցրիք։ Բայց 17 տարի Հայաստանի վրա ամեն ինչ փորձելով, վերացնելով մշակույթը, բայց պարսիկների հետ պայմանագիր կնքելով հայոց եկեղեցու ղեկավարը էթնիկ պարսիկ է, հայ թագավորի, ազգասեր թագավորի, որը Պարսկաստանը ջարդ է կոտորել է, հայ ազգասեր թագավորի սպանողի տղեն է, բայց բյուզանդական կրոնը բերեց, սա ինչ է, ներքին պայմանավորվածություն, իբր թե տեսեք, քանի որ հայերը այն ժամանակ հեթանոս էին պարսիկների հետ իբր ավելի մոտիկ էին, տեսեք հեսա, ձեր պարսիկն է ինքնա փոխել, մեզնից էլ ինչ եք ուզում, այս հոգեբանությունը։ Էլի եմ կրկնում, ոչ մեկ սրա մեջ հակաքրիստոնեական փաստեր չտեսնի, որտեղ հակաքրիստոնեությունը ուրիշ բան է, փաստերի ճիշտ մատուցել ուրիշ բան է։ Ես ասել եմ ու երեք կրկնում եմ, կան աշխարհում տարբեր աստվածաշնչեր, բոլոր լեզուներով, որոնք տարբեր են։ Քրիստոնեական իսկական աստվածաշնչի էջերը հանված է եւ գրված է ի օգուտ ջհուդների։ Հակառակ դեպքում այդ չնչին ոչխար, քոչվոր, փնթի, ոչլոտ ազգի մասին ամբողջ աստվածաշունչ չէր գնա։ Ու չէր խաբվի Քրիստոսը ջհուդա։ Բարձա Ջհուդա, բայց խոսում է արամեերեն, իսկ արամեերեն ազգ չկա, արամ հայկական հայ-ասորական խառնուրդն է։ Լեզուն էլ տառերն է, դրեք հայլին, նայեք հայերեն, տառերն է արամեերեն։ Մինչև այսօր ջհուդները գրում են արամեերեն։ Հայլային դրեք տառերն նայեք։ Հայկական է թե չէ։ Հայլին դնում եք, տառերը հակառակ կողմ նայում եք։ Ես անընդհատ բացահայտումներ եմ անում։ Հիմա հարց են տալի, հարգելի հոգևորականներ։ Դուք ո՞նց եք գտնում։ Հնարավոր է ըստ ձեզ ու ո՞նց եք բացատրելու։ Հայ ազգի թագավորին սպանողը գալիս է Հայաստանում, դառնում է ամբողջ Հայաստանի հոգևոր ղեկավար, կործանում է հայկական հին մշակույթը, ստանում է եկեղեցական հողեր, քանի որ մեր լուսապայծառ հայոց պապ թագավորի օրոք եկեղեցուն հեռացրին, որն էլ էլի գործարքի գնաց, բյուզանդացիների հետ պապին մենակ տարան ընդես սպանել տվին, իր միայն գնել թիկնապահի հետ, լատինների հետ, հա, Չէ լուրջ, պապը խլեց, ասեց եկեղեցիս գնա հոգևորով զբաղվի, ներվերը հելավ եկեղեցու, մեծ կալվածատեր է։ Չմոռանաք, որ ձեր հարգելի պապը մինչև այսօր ամենահարուստ, ամենաանճոռնի, ամենահակահայ մարդն է։ Եկեղեցիների ֆորում է կազմակերպում ադրբեջանական։ Հարց եմ տալիս, այսքան սիրում եք քույր եկեղեցի եք ասում, ես եք ասում։ Հարցերի սով պետք է պատասխանի։ Հայ թագավորի սպանողի տղեն ոնց կարալի հայ ազգի բարեկամ։ Հայ ազգի հոգևոր ղեկավար։ Ինչի է հայկական սրբերի 90%-ը պարսիկ։ Ինչի է Սուրբ Սարգիսը պարսիկ։ Սակ Պարթևը պարսիկ։ Գրիգոր Լուսավորչը պարսիկ։ Այս հարցերի պատասխան ուզում եմ լսեմ ձեզնից։ Էլի եմ կրկնում, սա մի ընդունեք որպես քրիստոնեության քննադատություն, սա ընդունեք պարզաբանում, ես հայ եմ, քրիստոնյա եմ, միշտ աղոթում եմ Աստծուն, բայց ես պարզաբանումներ եմ ուզում։ Պատմությունը գրվել է ոչ թե իմ կողմից, նրա մասին գրվել է Ագաթան Գեղոսը, Բյուզանդացի եւ մի շարք այլ պատմիչներ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, հիշեք,
հայը նա է, ու մեջ Աստծո մասնիկը կա։ Իսկ Աստծո մասնիկը դա պարտավորեցնում է, որ հայը պարտավորված լինի։ Հայը չինացի չի, որ չպարտավորվի։ Չինացի լինելը, բրազիլիացի, ամերիկացի լինելը հեշտ է։ Գերմանացի լինելը հեշտ է։ Հայ լինելը դժվար է, որտեղ դու պարտավոր ես քո հավատքի, քո ազգի, քո մշակույթի համար անընդհատ պայքարելու, որ Հռոմի պապի պես քույր եկեղեցի հայտարարած ես ջհուդական վիժվածքը չգա ու չասի ադրբեջանական եկեղեցիների տոնկա այդ օրը։ Այսա հիմա հարց եմ տալիս Հռոմի պապը Քրիստոսի խոսքով գնում է քրիստոնյա թե չէ։ Ինչ անշակում ավելել հայկական եկեղեցիների պատմություն։ Նույնն էլ գալիս է Գրիգոր Լուսավոր չէ, բյուզանդական, այսինքն հռոմեական լատին եկեղեցու մարդ էր, չէ։ Բերին։ Այդ ոնց եղավ լատին եկեղեցին այդքան ուժեղ էր, որ Պարսկաստանի Հայաստանի փոխարկա, Պարսկական պալատի եղբոր եւ ամենաուժեղ մարդու, որ հայերի թագավոր սպանել, տղեն դառավ հայեր ջան, մեռնեմ ձեր ջանին Պարսիկը պատմում։ Չկա sense բան։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայազգի ներքին ու արտաքին թշնամիներին, ներքինին, որտեղ նրանք տականք են, ներսից են կանդում, իսկ արտաքինը, որը արտաքնից են նաև կանդում։ Ներքինները մեր 35 տարվա ղեկավարներն են եւ նրանց նման շներ դարերով, արտաքինը մենք տեսնում ենք։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Ամալեկները որ ասում հայեր չի, գնացեք մի բուր հող կերեք, մեռեք, որտեղ մինչև այսօր, եթե ամալեկը չկա, ջհուդը առաջի կենացը խմում, առաջի ոչ օր, ոչ մոր, ոչ բարով տեսանք, մահ ամալեկներին, իրենք դա ասելով դա մեզ։ Պարզա։ Ու Աստվածաշնչում իրանց վատ բան են ասել, Աստվածաշունչը իրանց ձեռով է գրվել, տգետներ։ Պարզա, մահ ուրեմն ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդահանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։